իշխանությունը սահմանազատում է նախաձեռնել, իրանցի այդ իրադարձությունից հետո մեկ տարի առաջ որ տեղի ունեցավ, հետո Նիկոլ Փաշինյանը ամեն առիթով հայտարարում է, որ սա ամենաանվտանգ տեղն է Հայաստանի, այլ գործընթացի շարունակականության մասին ձեզ արդյոք ինչ-որ բան հայտնի է եւ դուք ինչ եք կարծում, ինչու այն չի շարունակվում հիմա։ Նախ եւ առաջ եկեք գնահատական տանք այն սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, որ այս իշխանությունները անցած տարվա ընթացքում իրականացրել են, այն իրականացվել է ապօրինի եւ միջազգային սկզբունքներին ոչ համահունչ, որովհետեւ այն ոչ թե սահմանազատում եւ սահմանագծում է, այլ հակառակորդի կողմից պարտադրված հատվածում միակողմանի զիջումներ։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տիրապետության տակ գտնվող տարածքից հանձնվել են տարածքներ եւ փոխարենը ոչ մի բան չեն ստացել։ Նույն Կիրանցի հատվածում, այսինքն Տաուշի մարզում, մենք ունենք նաեւ հողատարածքներ, օրինակ Բերքաբեր գյուղից, որ ոչ մի մետր չեն հանձնվել։ Չի պաշտպանվել նաեւ այն բոլոր սկզբունքները, որոնք որ ներառված են ԵՀԿ քարտուղարության համապատասխան գրության մեջ, որ իրենք ներկայացրել են 2017 թվականի դեկտեմբերին, այնպիսի սկզբունքներ, օրինակ, որ ապագա սահմանը չի կարող լինել, ասենք, լարվածության օրից առիթ, ուժի չկիրառման, տեղում ապրող մեր ժողովուրդների բոլոր իրավունքների պահպանման, բայց ամենակարևոր սկզբունքներից մեկը, որ հետագայում ես արտահայտել եմ նաև իմ ելույթներից մեկի ժամանակ, որ այդ ԵԱՀԿ փաստաթուղթը կազմվել է Խորհրդային Միության պետությունների համար, որովհետև Խորհրդային Միության ժամանակ սահմանները այնպես է գծված եղել, այնպիսի կոնֆիգուրացիաներով, որ երկու հարևան պետությունները կախվածության մեջ լինեն կենտրոնից եւ դրա համար է գրվել այդ փաստաթուղթը, այնտեղ օրինակ չի կիրառվել, որ սահմանը պետք է անպայման, որպեսզի լարվածության, բախումների, հետագայում սադրանքների առիթ չդառնա, նաև աշխարհագրական եւ բնական արգելքներով։ Այդ հատվածում օրինակ աշխարհագրական եւ բնական արգելք է հանդիսանում, օրինակ Բաղանիս գյուղից մինչեւ Բերքաբեր գյուղը ընթացող գետը, որը կարող է լուրջ սահման հանդիսանալ։ Հիմա տեսեք, եթե հակառակորդը ուզում է խաղաղության գնա եւ պարտադրում է սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես կարող է լինել, որ Կիրանցի օրինակ բլուրներից մեկի լանջով անցնում է այդ սահմանը եւ մեր հատվածից ներառում է միայն կամուրջը։ Ինչի է պետք այդ կամուրջը, եթե այդ կամուրջից օգտվում էր միայն հայկական հատվածը, կամ էլ եթե հակառակորդը գնում է խաղաղության, պատրաստ է իր հարևան երկրի հետ խաղաղության գնա, ինչպես կարող է նա թույլ տալ, օրինակ, որ Կիրանցի դպրոցից ուղղակի մի քանի մետր հեռավորության վրա Կիրանցի աշակերտները ամեն օր մտավախությամբ մտնեն դպրոց եւ մտավախությամբ այդ դպրոցից դուրս գան, երբ որ սահմանում տեսնելու են հակառակորդի հենակետը, հակառակորդի դրոշը, այն հակառակորդի, որի հետ վերջնական խաղաղության դեռևս մենք չենք հասել։ Եվ երբ որ խոսքը գնում է նաև ապագա սահմանազատման հենց այդ նույն հատվածներից, որտեղ որ սահմանազատումը այսպես ապօրինի իրականացվել է, հենց Տաուշի մարզում, սա խոսում է եւս մեկ անգամ նրա մասին, որ հակառակորդն է պարտադրում։ Հակառակ դեպքում հակառակորդը բավականին այսպես տարածքների ներխուժում է իրականացրել այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք։ Իրենք շարունակում են ինչ-որ իրենց պայմանները թելադրել։ Իհարկե շարունակում են պայմանները թելադրել։ Հակառակ դեպքում ես նորից եմ ասում, եթե հայկական կողմը զիջել է, այսպես ասած, ճակերտներով ասած, սահմանազատում, սահմանագծում է իրականացվել, ինչու որևիցե մեկ այլ հատվածում Ադրբեջանը որևիցե մի զիջում չի իրականացնել, թեկուզ նույն այդ հատվածում, Կիրանցի Բերքաբերի հատվածում, որտեղ որ 800 հեկտարից ավել մենք տարածքներ ունենք, եթե իրենք փողզիջման գնային, իրենք էլ նույն այդ տարածքում կզիջեին, այսինքն սա միակողմանի
միակողմանի զիջում է, իսկ միակողմանի զիջումը դա, ասենք, երկու հարևան պետությունների, այսինքն երկու հակառակորդ պետությունները, որոնք որ ձգտում են դառնալ հարևան պետություններ եւ խաղաղ համակեցությամբ ապրել, ապա փոխզիջումային տարբերակով դա պետք է իրականացվի։ Հիմա ըստ ձեզ կա գործընթաց սահմանազատման հետ կապված, թե ոչ։ Նախ եւ առաջ երկու երկրների սահմանազատման, սահմանագծման եւ անվտանգության ապահովման հանձնաժողովների այն կանոնակարգը, որը որ ձևավորվել է, մենք դրան դեմ էինք եւ մենք այնտեղ լուրջ բացեր տեսանք, որ չկա որևիցե մի քարտեզ եւ նաեւ հատվածական սահմանազատում սահմանագծում իրականացումը դա թույլ է տալու հակառակորդին այնտեղ որտեղ որ ինքը հիմա ուժի տեսանկյունից է խոսում հայկական կողմի հետ, որտեղ որ ինքը ցանկանում է այնտեղ էլ հենց անցկացնի սահմանազատում եւ սահմանագծում։ Հիմա խոսակցությունները գնում են դրա մասին, բայց դեռևս նաեւ կա խոսք, որ հանձնաժողովները հանդիպում են, բայց դեռևս լուրջ քայլեր մենք չենք տեսնում, բայց միայն խոսքը, երբ որ գնում է նրա մասին, որ Տաուշի մարզում են ցանկանում իրականացնել շարունակել սահմանազատումը, սա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։